Դեռ ձմեռնամուտ էր, երբ մեր հարցազրույցներից մեկի ժամանակ գյուղատնտես Վարդան Էլազյանն ասաց, որ այն մեղմ կլինի, ընկույզն ու կաղինը քիչ է, այս տարի ձմեռը շատ ցուրտ չի լինի, համոզված էր գյուղատնտեսը։ Այսօր նա ասաց, որ հենց այդպես էլ եղել է։ Երկարատև ա եղել, բայց ոչ խստացում։ Այսինքն, եթե համատում եք մյուս շրջանների հետ, կապանում համատաբար տաք ա եղել։ Այսինքն 10-15 աշնանով Երևանից տաք ա եղել։ Անկուշտ ձմեռը գարնանից 10 օր էլ գողացավ, բայց ոչինչ։ Վարդան Էլազյանը գտնում է, որ այս անգամ դա է օգուտ գյուղատնտեսության եղավ։ Ընդհանուր առմամբ նորմալ տարի է։ Եթե համատենք նախորդ տարիներին, գարունը մի 10-15 օրով ուշացել է։ Լավ է եղել։ Դե իհարկե գյուղատնտեսության համար դա լավ է, որովհետև ինչքան ծառեր ուշ ծաղկեն եկան, ուրեմն ծտարում անվտանգը պակասում է։ Գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդեն սկսվել են, կան բաներ, որ հիմա պետք է արվեն, հետո ուշ կլինի։ Վարդան Էլազյանը մեկ-մեկ թվարկեց այն բոլոր աշխատանքները, որ հողի մշակը պետք է սկսի հենց վաղն առավոտյան։ Այգիներում կատարեմ ծառերի բների սպիտակեցում, դրա համար օգտագործեն կիր, 2 կիլոգրամ կրի հետ խառնում են սորական 200 գրամ էմուսիա և կսում են ուրեմն ծառերի։ Եթե էմուսիա չկա, կարող են թարմը գոմապ խառնել և կսեն։ Բացի դրանից կա ծառի կեղևի պաշտպանիչ, վաճառում են կապանի տնտեսական խանութներում, կարող են ձեռք բերել և օգտագործեն։ Դա նպատակը ինչ է, որպեսզի ծառը բունը պաշտպանում է հիվանդություններից և վնասատուներից։ Եթե մենք բունը չենք ներկում, ապա արևահարվում է, բացը ջերմության և սառը ջերմության տատանումից, ցերեկը տաքարինում, գիշերը սառը, ուրեմն ջերմության տատանումից ճաքճքում է և բունը հիվանդանում է։ Ծառը փոխանակ ապրի, ասենք խնձորենին 70-60 տարի ապրելու, 15 տարի, 20 տարի, այսինքն կյանքը կարճանում է։ Հիմնական նպատակը սա է, որ բները ուրեմն ներկում ենք։ Այն թույլ կարծիք կա, որ դա անում են մրջյունների համար, դա ընդհանրապես մրջյունների հետ ոչ մի ուրեմն կապ չունի։ Նախ ծառերի բների սպիտակեցում, հետո էտում եւ այդպես շարունակ, ծառերը խնամքի եւ պահպանության կարիք ունեն, ասում է նա։ Դրանք հարուստ բերք կտան, եթե ճիշտ ժամանակին ու համարժեք խնամք կազմակերպվի։ Արդեն ժամանակն է ծառերի էտման, որովհետեւ ջերմաստիճանը 12 աստիճանից արդեն բարձր է, այսինքն ծառերի մոտ արդեն հյութաշարությունը սկսած է, մենք կարող ենք ծառերը էտել։ Պետք է առաջին հերթին հեռացնենք չորացած և ցրտահարված ճյուղերը և ծառի տարեքից կապված ուրեմն կատարել ուրեմն էտ։ Այն մարդիկ, ովքեր ուրեմն չեն տիրապետում, ինտերնետում համապատասխան ուրեմն սայթեր կա, կարող են բացել և օգտվել։ Հաջորդը դա ուրեմն վաղ գարնանային սրսկումն է, մինչև բոբոժները ուռչելը խորհուրդ եմ տալիս սրսկել պղնձային որևէ պրեպարատով, օրինակ կոպրոքսատով կամ կոպրոֆլովով 50-ից 60 գրամ 10 լիտր ջրի հաշվով կամ սորական բորդոան հեղուկով 1%-անոց կամ եթե խորս պրեպարատ կա, ուրեմն 2 գրամով 10 լիտր ջրի հաշվով ուրեմն մինչև բոբոժների ուռչել, այս բուժումը պետք է անել։ Այգիները պետք է առաջ ջրեն, նպատակ ունենալով, որ հողը թույլ չտան տաքանա, որպեսզի ծաղկման պրոցեսը ձգձգվի։ Ջերմոցների մշակումը պետք է սկսել, դեռ մի բան էլ ուշ է, ասում է գյուղատնտեսը։ Ջերմոցային տնտեսություններում արդեն պետք է կատարած լինեն Բադիջանի և Տախտեղի վաղած կաղամբի ցանքը պետք է արված լիներ մինչև հիմա։ Այս պահի դրությամբ ուրեմն արդեն նպատակահարմարացանել ուրեմն պամիդորը մինչև մարտի 20-ը կարելի է ուրեմն միջահաս և ուշահաս սորտերը ցանել։ Վաղ սորտերը պամիդորը պետք է ցանված լիներ մարտի առաջին 10-նոյակին։ Կարտոֆիլի ցանքսի համար նույնպես ժամանակն է։ Վարդան Էլազյանը խորհուրդ տվեց սերմը ձեռք բերել բարձր լեռնային գոտուց։ Ցանկալի է, որ ուրեմն սերմեր ձեռք բերեն բարձր գոտիներից, ասենք Սիսիան, Մարտունի, Լենինական, Ախուրյան, ասենք այդ դերից բերված սերմերը, որովհետև սովորաբար ցածր գոտիներում, երբ մենք կարտոֆիլի սերմացում պահում ենք, ուրեմն 30 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում այլասերմ է կարտոֆիլը և ուրեմն բարձր բերք չի ապահովում։ Խորհուրդ եմ տալիս ուրեմն բարձր գոտում բերած ուրեմն սերմերից մեկապանի
ուրեմն պոլտեսային շուկայում ուրեմն մարտունից բերում են կարելի է ձեռք բերել։ Ցանքը եւ ջերմաշանը 10 աշանից անցնում է հողի ջերմաշանը, այն ժամանակ պետք է ցանել։ Աթենք կարելի է, եթե ուրեմն ջերմաշանը 10 աշանից ցած է լինում, այդ դեպքում կարտոֆիլը փոխանակարմա ձևավորի, կարտոֆիլից փոքր կարտոֆիլներ է ձևավորում, ասինքն այլասերում է կարտոֆիլը, ասինքն շատ ցածր ջերմաշանում չի կարելի ցանել, բայց աթենք կարող եք ցանել։ Խորհուրդ եմ տալիս միջև ցանելը լուսային կոպման ենթարկել, դա ինչ է իրենց ներկայացնում։ Ուրեմն դնում ենք լույսի տակ, արևի տակ 10-ից 15 օր պայից հետո երբ կանաչում է, ուրեմն այդ ժամանակ եք ուրեմն ցանքը կատարում, նպատակ ունենալով որպեսզի կարտոֆիլը դիմանա ուրեմն հիվանդություններից եւ վրաստատներից, ասենք եւ դիմացականությունը երաշտի եւ գենխոնավության նկատմամբ ուրեմն բարձրացնելու նպատակ ունի դա։ Ամենակարևոր աշխատանքներից մեկն էլ հողը պարարտացնելն է, հարստացնել օրգանական պարարտանյութով։ Դա կլինի գոմաղբ թե կենսահումուս էական չէ, միայն թե պետք է լինի հարուստ բերք ստանալու համար։ Խորհուրդ չեմ տալիս թարմը գոմաղ տանել դաշտ, որովհետև իր հետ պարունակում է մեծ քանակությամբ մոլախոտեր եւ բացի դրանից պարունակում է իր մեջ հիվանդություններ եւ բացի դրանից եթե մեջ են ծողոտը շատ է լինում, նույնիսկ բացական հակադարձ արդյունքներ ստացվում, ասինքն ծողոտի մեջ այնպեսի միկրոօրգանիզմներ են աճում, որպեսզի հողի ազոտը կլանում են եւ բերքի վրա բացաբար անդրադառնում։ Դրա համար ցանկալի է տալ ուրեմն կիսահարված գոմաղ։ Խորհուրդ կտայի ֆերմերային տնտեսություններին օգտագործել կենսահումուս։ Կենսահումուսը դա նոր չի, ասենք, հեսա մի 20 տարի Հայաստանում կա։ Դա էությունը որն է, որ կալիֆոռնիական որդով մշակում են, կարող են մի քանի ֆերմերներ ունեն դրանից, ղափանում ով էր ուզում է կարող զանգել, իսկ ասեմ տեղը։ Սորական ուրեմն գոմաղ բեհամատ 20 անգամ ավելի սննդար է, 8-ից 20 անգամ։ Եթե 1 հեկտարի հաշվով օգտագործում են 20-ից 40 տոննա գոմաղ, այլ կենսահումուսի դեպքում օգտագործում են 2-ից 8 տոննա։ Բացի դրանից ուրեմն դաշտում մոլախոտեր չեն լինում պարարտացման ժամանակ, պամիդորը կամ մացած մշակաբույսեր, բանջարեղենային կուլտուրաների 5-ից 7 օր շուտ են հասնում եւ հիվանդությունների վրաստատների նկատմամբ դիմացականությունը բաց է լինում կենսահումուսով ուրեմն սնուցելու դեպքում եւ մյուս ուրեմն դրական հատկանիշը նա երբ մեկ տունակիմիկատներ են օգտագործում հողամասում նա կենսահումուս ցույց տալիս մանսնի բույսի մեջ, ասենք ինքն է կլանում։ Այս ժամանակահատվածի համար նախանշված աշխատանքները բավական են, մնացած մշակաբույսերի համար դեռ շուտ է, ասում է Վարդան Էլազյանն ու հավելում, որ ինքը պատրաստ է իր խորհուրդներով օգնել բոլոր նրանց, ովքեր կդիմեն։ Մարտի 8-յան գեղեցիկ միջոցառումները շարունակվում են։ Քաղաքի նախակրթարանները մեկը մյուսի ետևից հանդես են գալիս յուրօրինակ ու բազմաբովանդակ միջոցառումներով։ Ամենտեղ դահլիճներն ու խմբասենյակները տոնական տեսք են ստացել։ Օդը պարուրվել է գարնան շնչով։ Նույնիսկ կրթարանների սաներն են ամեն օր տոնական հագուստով, գեղեցիկ սանրված ու հարդարված գալիս մանկապարտեզ։ Իրենց հանձնարարությունները երեխաները սիրով սովորում ու անհամբեր սպասում են հանդեսին։ Նրանք ի վերջո գովաբանում են իրենց մայրերին։
տունը։ Մեկը բուրեք մայքի սիրում եմ, տատիկի սիրում եմ, սիրում եմ նրանց, այն ապիցը, դետ վազը կը ապնեցը քանա, քիշեն նրանց, ջիազարի ճապլետ, որ ջիազարներ օգնունենա, քիշեն նրանց։ Արիք քիչապ։ Երգ-պար, արտասանություն, փոքրիկ ներկայացումներ ու կատակներ, վերջում էլ նվերներ կամ ծաղիկներ իրենց մայրերին ու դաստիարակներին։ Մինչև ապրիլի 7-ը դեռ ժամանակ կա եւ բոլորն էլ կհասցնեն հանդես գալ որևէ նախաձեռնությամբ։ Յուրաքանչյուրի սպարտքն է ապրիլի 2-ին մասնակցել ազգային ժողովի ընտրություններին։ Այցելելով քվեարկության սենյակ մոտենում եմ մասնագետին, ներկայացնում անձս հաստատող փաստաթուղթը։ Անձը հաստատող փաստաթուղթն են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, տրված լիազոր մարմնի կողմից։ Մասնագետը ստուգում է իմ ինքնությունը, ներկայացված փաստաթղթում արկա լուսանկարի միջոցով եւ փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ։ Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան եւ անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները։ Եթե ես գրանցված չեմ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան։ Այդ դեպքում ինձ դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից։ Եթե սարքավորումն ինքնուրույն չի ընթերցում իմ անձը հաստատող փաստաթուղթը, ապա փաստաթղթի տվյալները ներմուծվում են սարքավորման մեջ մասնագետի կողմից։ Եթե ես գրանցված եմ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ չեմ մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան։ Ես ներմուծում եմ իմ աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է իմ քվեարկության կտրոնը։ Մասնագետը կտրոնը եւ իմ անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ինձ, որից հետո ես մոտենում եմ ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին եւ տալիս եմ իմ քվեարկության կտրոնը։ Հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գտնում է իմ անուն ազգանունը։ Ես ստորագրում եմ իմ տվյալների դիմաց։ Հանձնաժողովի անդամը իմ ստորագրության դիմաց եւ իմ կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը։ Իմ անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում։ Եթե չեմ կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունեմ դիմել այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների։ Գրանցվելուց հետո մոտենում եմ հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում կտրոնս եւ ստանում քվեաթերթիկները եւ քվեարկության մեկ ծրար։ Ուշադրություն դարձրու, որ ստանաս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները եւ հիշիր, ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց։ Անցնում եմ քվեարկելու, քվեարկում եմ քվեարկության խցիկում գաղտնի։ Նախ ընտրում եմ այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ եմ։ Քվեաթերթիկի առաջին էջում որևէ նշում չեմ կատարում։ Իմ ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի տեխնացուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում գտնում եմ նրա տվյալները եւ կատարում միատեսակ նշում։ Ապա քվեաթերթիկս առանց ծալելու, հիշիր եւ չմոռանաս, առանց ծալելու դնում եմ ծրարի մեջ, ճիշտ այսպես։ Չօգտագործված քվեաթերթիկները գցում եմ առանձին արկղի մեջ։ Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը եւ թե ինչպես քվեարկեցի, գիտեմ միայն ես։ Ուշադիր, կտրոնդ խցիկում չթողնես։ Եթե չեմ կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ապա հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո իրավունք ունեմ քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու։ Եթե կարծում եմ, որ քվեաթերթիկը սխալ եմ լրացրել կամ վնասել եմ, ապա կարող եմ դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկներ ստանալու համար։ Մոտենում եմ քվեատուփին։ Հանձնաժողովի անդամը վերցնում է իմ կտրոնը եւ առանց քվեարկության ծրարն ինձնից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը եւ ես գցում եմ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ եւ հեռանում ընտրական տեղամասից։ Դուք եք ձեր քվեի տերը։